Երևի թե կհիշեք, մենք նախորդ տարի, երբ ընտրեցինք Պարգին, բաց ընտրություն իրականացրեցինք եւ մեծ դեպի Եվրատեսիլ շոուն իրականացրեցինք մարզահամերգային համալիրում եւ ուղիղ եթերում մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան ընտրելու Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցչին եւ ընտրվեց Պարգը ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքում եւ Պարգը ներկայացրեց Հայաստանը։ Պարգը հաղթում է եւ մեկնում է Եվրատեսիլ 2025։ Ես իմացա, որ լինելու է դեպի Եվրատեսիլ մրցույթ եւ որոշեցի մասնակցել։ Դրա համար արեցինք կաստինգ, հավաքեցինք պարողներ, իրականում շատ մեծ ծավալային աշխատանք կատարեցինք։ Եկավ այդ օրը եւ մասնակցեցի դեպի Եվրատեսիլին, շատ մեծ սպասումներով, էմոցիաներով, միջազգային ժյուրիի կողմից ստացա առաջի տեղը, մեր ժյուրիի կողմից ստացա առաջի տեղը, բայց հեռուստադիտողների քվեարկությամբ չզբաղեցրեցի առաջի տեղը։ Ay papai Սիմոնի վաղուց ենք ճանաչում եւ կարծում եմ ոլորտի նաեւ մարդիկ վաղուց են նրան ճանաչում, բայց հանրության ավելի լայն շերտերի համար կարծում եմ Սիմոնը իսկապես բացահայտում էր հենց առաջինը դեպի Եվրատեսիլ նախագծի միջոցով, որովհետեւ նա առաջին անգամ ներկայացավ արդեն իսկ հեղինակային երգով։ Անկախ արդյունքներից դեպի Եվրատեսիլի ես միշտ նպատակ ունեի ու դրանով չէր սահմանափակվում իմ երազանքը եւ իմ ճանապարհը դեպի իսկական Եվրատեսիլի բեմ եւ դրա համար փորձում եմ անել ամեն ինչ։ Կարծում ենք, որ ամեն տարի հնարավոր չէ բաց ընտրություն իրականացնել։ Մենք որոշեցինք այս տարի ընտրել այն մասնակցին, ում նախորդ տարի ժյուրին էր քվեարկել առավելագույնը, քանի որ մեր վերջին դեպի Եվրատեսիլի ժամանակ Սիմոնը առաջին հորիզոնականն էր զբաղեցրել ժյուրիի քվեարկության արդյունքում եւ մենք որոշեցինք այդ սկզբունքով ընտրել Սիմոնին, որպեսզի նա ներկայացնի այս տարի Հայաստանը Եվրատեսիլում։ Ես միշտ սենց հավատով եմ եղել ու սենց միշտ սպասել եմ, որ ես օրերից մի օր կստանամ այդ զանգը եւ ես ստացա զանգ Դավիթ Ծերունյանի կողմից ու ինձ ասաց, որ մի շատ հետաքրքիր պրոյեկտ կա, ուզում ենք հանդիպել եւ խոսալ այդ պրոյեկտի շուրջ։ Դավիթը ասաց, որ որոշված ա ես լինելու ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում։ Կատարվեց իմ կյանքի ամենամեծ երազանքը, որին այդքան երկար տարիներ սպասում էի եւ սենց որ քնում եւ արթնանում էի այդ երազանքով կարելի ասել։ Մենք պետք է ընդհանրապես ազգովի Եվրատեսիլ մրցույթը դիտարկենք հնարավորություն մեր արտիստների համար, հատկապես նոր արտիստների համար ներկայանալու նմանատիպ մեծ բեմում, որովհետև կարծում եմ, որ Եվրատեսիլի նշանակությունը հենց դա է, որ մեր արտիստները նման մեծ բեմում հանդես գալու հնարավորություն ունենան։ Ես մաղթում եմ, որ Սիմոնը, ինչպես Ռոզայի դեպքում եղավ, համաշխարհային անուն ձեռք բերի եւ սա կլինի մեր ձեռքբերումը, որովհետև մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն արտիստի համար։ Մտածում եմ կարող է այդ գիտարի պահը նենց անենք, որ չգիտեմ, պատկերացնում եմ, որ ինչ-որ հայկական բան նվագենք։ Դե հայկականն է էլի, դեռիվ Հելենայի։ Նայ սենց ենք հելնելու։ Այդ մասը շատ լավն է, էլի։ Դե հայկական լավն է կոնկրետ։ Ամենակարևոր բաներից մեկն է երգ ստեղծել այնպիսի երգ, որ կսիրեն, Եվրոպայում կսիրեն, այստեղ էլ կսիրեն եւ այլն, որ համապատասխան կլինի նաեւ ինձ։ Միանշանակ դիմեցինք Լիլիթ Նավասարդյանին, ով որ նաեւ գրել էր իմ դեպի Եվրատեսիլի երգը եւ սկսվեց երգի ստեղծման գործընթացը, ինչը իրականում շատ բարդ էր։ Օրվա մեծ մասը, եթե ոչ ամբողջ օրը անցկացրել ենք Լիլիթի տանը։ Այս իմ սիրած պահն է։ Էսի քո սիրած գիտա։ Այս իմ սիրած պահն է։ Արտիստի համար, որ փորձում է ճանաչելիությանը ուղղված առաջին քայլերը անել, իմ համար օրինակ շատ կարևոր է, որ ինքը ունենա որևէ շտամպ, ստորագրություն, իր հստակ դիմագիծը, որ ես հասկանամ, ես ինչի համար պետք է լսեմ այդ արտիստին։ Եվրատեսիլյան երգը ստեղծելու ժամանակ դրա մասին եւս մտածել եմ, մի բան լինի, որ ելնի Սիմոնից։ Սկզբնական երաժշտական էսքիզներում տենց մտածում էի մի քիչ անսպասելի կողմից իրան ներկայացնեմ, բայց հետո ծնվեց այս երգը, վերջապես անուն ստացավ Պալոմա Ռումբա։ Հիմա լսի մեր դհոլները, ոնց են աշխատում մեր դհոլները։ Երբ որ sense լսում ես, ինքը sense պարզ լսվում է, որ ինքը դհոլ է, բայց ընդհանուրի մեջ ինքը sense շատ հետաքրքիր
Երկի գործիքավորման աշխատանքները շատ հետաքրքիր են ընթացել, որովհետև շատերը կարծում եմ կփաստեն լսելով երգը, որ սա շատ դժվար է ժանրը բնորոշել, որովհետև առաջին հայացքից կարծես թե ռոքային երգ է, միևնույն ժամանակ ունի փոփ տարրեր, բայց այդուհանդերձ նաև ունի ազգային էլեմենտներ, կան ազգային գործիքներ, որոնք օգտագործվել են, ազգային մեղեդիներ, որոնք օգտագործվել են, Լիլիթ Նավասարդյան իսկապես հսկայական աշխատանք է այս առումով կատարել, երբ երաժշտությունը պատրաստ է լինում, հաջորդ բարդքայլը խոսքերը ստեղծելն է, բոլորի մեջ տպավորված էր հենց այն առաջին միտքը, որը ծնվել էր հենց երաժշտությունը լսելու ժամանակ, դա այն էր, որ կարծես թե այս երգը պիտի լինի մի մարդու մասին պատմություն, որը հոգնել է իր ամենօրյա այսպես անընդհատ անդադար կրկնվող կյանքից, աճը դադարել է, նա կարծես թե բանտարկված է եւ անդադար ամեն օր նույն բանն է կրկնվում, նա գնում է իր աշխատանքին, բայց իրականում նա չի ուզում գնալ այդ օֆիսային աշխատանքին եւ երազում է մեծ բեմերում լինելու, մեծ բեմերում երգելու մասին եւ հոգնել է այդ ամենից ու փորձում է իսկապես ազատվել եւ գնալ այնտեղ, որտեղ նա պետք է լինի եւ որտեղ նրա ճակատագիրն է, որտեղ նա պիտի հայտնվի։ Մի առավոտ Դավիթը գրեց, ասաց, որ ինքն ու Ռոզան ամբողջ գիշեր չեն քնել եւ ստեղծել են խոսքերը։ Բայց դրան զուգահեռ նաեւ խոսքերի վրա էր աշխատում Էվան Ոսկանյան։ Քննարկման արդյունքում ընտրվեց Ռոզայի, Դավիթի եւ Էվայի տարբերակը։ Ռոզան շատ ոգևորված էր, երբ լսեց ստեղծագործությունը եւ լսեց ընդհանուր կոնցեպտը, ասաց ես կարծում եմ, որ մենք կարող ենք ինչ-որ հետաքրքիր բան մտածել եւ հետաքրքիր պատմություն ստեղծել եւ շատ արագ գրեթե մեկ օրում այդ բառերը այսպես ամբողջությամբ ստացվեց երգը գրվեցին բառերը, բայց չկար հենց այդ կրկներքի հատվածի կարևոր կտորը։ Իմ պարագայում ծնվեց հենց Պալոմարումբա արտահայտությունը։ Սիմոնին պատկերացնելը ինձ օգնեց, որ ծնվեց այդ ֆրազը։ Պալոմարումբան իսպաներեն նշանակում է աղավնիների պաշ կամ աղավնու պաշ, որը խորհրդանշում է հենց երգի կոնտեքստում այդ ստանդարտ սցենարով գծված կյանքից դուրս գալը եւ բաց լինելը։ Ինչ-որ մի պահ մենք հասկացանք, որ այստեղ չարաճճի հնչյուններ են պակասում այս երգում եւ հասկացանք, որ այս չարաճճիությունը մեզ կարող են օգնել ապահովել երեխաները։ Եվ այստեղ մեզ օգնության հասավ Զարուհի Բաբայանը, մեր շատ սիրելի իր սաների հետ միասին եւ Լիլիթի հետ միասին ձայնագրեցինք երեխաների խումբը ու հասկացանք, որ սա այն վերջին փոքրիկ մասնիկն էր, որը պակասում էր, որպեսզի երգը ել ավելի ամբողջական դառնա։ 4 հատ ale fa Պալոմարումբա, բայց առանց տրամադրություն չի ներեխեք։ Սիմոնի տրամադրությունը միշտ տեսեք ու մի հատ ձեզ։ Այդտեղ, ոնց կա։ Գնացինք Երբ երգը արդեն ամբողջովին պատրաստ էր, մենք հասկացանք, որ սա իսկապես այն ստեղծագործությունն է, որը բեմում լայն հնարավորություններ է տալիս շոու անելու համար, բայց մինչ բեմին հասնելը իհարկե կարևոր քայլ էր տեսահոլովակը, որովհետև տեսահոլովակի միջոցով պետք է երգը ներկայացնենք հանրությանը։ Same old place, familiar faces, copy paste.